Շնորհակալություն։ Մասնավորապես Ախուրյան, Մարալի, Արթիկ համայնքներից, որ այդ համայնքներում գործող մանկապարտեզների, դպրոցների, սպորտ դպրոցների տնօրենների կանչում են համայնքապետարանից կամ մարզպետարանից, ասում են, որ դուք պետք է յուրաքանչյուրդ 6-ից 8 ձայն ապահովեք, նույնիսկ այդ 6-ից 8 ձայն ապահովող անձանց անուն ազգանունների ցուցակեն ուզում։ Նման ահազանգեր դուք ունեք, թե ոչ, նաև Վարդենիսից ունեք ահազանգեր, որ Վարդենիսի վարչական շրջանների ղեկավարներին հրավիրել են նույնպես մարզպետարան կամ համայնքապետարան ու իրենց են ասել, որ եթե չաշխատեք ԿՊ-ի օգտի, ապա դուք ընտրություններից հետո ձեր պաշտոնների հրաժեշտ կտաք։ Դուք նման ահազանգեր ունեք, թե ոչ, ու նաև կխնդրեի անդրադառնալ այդ հարցին, թե արդյոք դուք նման մտավախություններ ունեք, որ ձեր կուսակցության անդամների, հատկապես ցուցակում ընդգրկված առաջին մի քանի համարների հանդեպ քրեական գործեր հնարավոր է հարուցվել, թե ոչ, որովհետև տեսնում եք վերջին օրերի նման շքեր տեսնել։ Նախ այդ դեպքերը մարդկանց ահաբեկելու, վախեցնելու դեպքերը բազմաթիվ են, համատարած։ Դա էր պատճառը, որ մենք թեժգից գործարկեցինք, որտեղ տեսնում ենք ոչ մի պետական կառույց չի աշխատում։ Ամբողջը անգործության է մատնված, ծառայում է մեկ անձի եւ մեկ կուսակցության։ Սա է ամբողջությամբ։ Համակարգված սխեմա է գործում վերևից ներքև։ Բարձր մակարդակից հանձնարարականը իջնում է, հետո ներքևներում սկսում են ճնշումներ գործադրել։ Այդ որ ասում եք մանկապարտեզների, դպրոցների, չէ, մենք էլ ունենք ահազանգեր, այո, որ համայնքապետերը, մարզպետները, մեկը դպրոցի տնօրեններին է հավաքում ասում, մեկը մանկապարտեզներին է ասում, ուսուցիչներին են ասում։ Տեսեք, հետո այդպես իջնում է ներքև։ Ու վերջում էլ զոհերը դառնում են էլի այդ մարդիկ, հանկարծ դեպքը բացահայտվեց։ Զոհերը դառնում են նրանք, տնօրենին է ազատում աշխատանքից, ուսուցչին, այսինքն ստացվում է կատարողները իրենք սարքում են կատարողներ նրանցից, չէ, եւ հետո պատժումել են նաեւ իրենց, բայց ոչ թե որ սխալ արարք են կատարում, դե իրանք են, չէ, կազմակերպիչները ոնց սխալ կհամարեն, այլ նրա համար որ դեպքը բացահայտվեց։ Ես այսպիսի դեպքերը այո շատ կան, իրավապահ մարմիններին մենք այս դեպքերից մեկով դիմել ենք։ Այդ որ ասացի, այդ ձայնագրությունը, չէ, որ հրապարակել ենք Արմավիրի տարածաշրջանային քոլեջի դասախոսը, որը նաև ԿՊ-ի ավականու անդամ է, պարտադրում է ուսանողներին գնալ ԿՊ-ի հավաքի, ասում է ինձ ասվել է, որ պետքա գնանք։ Հիմա հարց, մի շաբաթ անցել է։ Մենք նաև հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ Ինչի միջև հիմա այդ պատասխանատուները հատուկ ասում եմ, ոչ թե դպրոցների տնօրենները, ոչ թե այդ կոնկրետ դեպքով ուսանողները, կամ անգամ այդ դասախոսը, որը ԿՊ-ի պաշտոնյա ու արել է, լավ, այդ դասախոսը չէ, դրա իրանց մասին չեմ էլ գրել, ու հատուկ նշել ենք, մեր նպատակը ուսանողների հանգարտ չփորձեք ուսանողներին կպնել, մեր նպատակը ուսանողների պատասխանատվության հարցը չէ, նրանք այդ ճնշումների զոհերն են։ Այս մարդկանց, այս 4 հոգու, որ ես անունները տվեցի, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց, Նիկոլ Փաշինյան, իրանցից որևէ մեկը հարցաքննության հրավիրվել է, թե չէ։ Էլ ավելորդ է խոսել խափանման միջոցների մասին։ Հիմա եթե ընդդիմությունը լիներ, անմիջապես խափանման միջոցներ, չգիտեմ, բանավեճեր, աղմուկ, աղաղակ, լայվեր падգամավորների, գնահատականներ, ոչ մի բան չկա, քար լռություն, որովհետև այստեղից է ցույց տալիս այս մեխանիզմի արկայությունը։ Տեսեք, մենք ոչ թե սենսացիա ենք հրապարակել, այսինքն մենք ոչ թե ինչ-որ բացառիկ տենց իրադարձություն ենք հրապարակել, այլ կոնկրետ մեկ դեպքով ցույց ենք տվել, որ սա շղթա է, որ գործում է մեր երկրում, եւ իրենց էլ չեն ենթարկում պատասխանատվության։ Հիմա ես նաեւ ուզում եմ նաեւ այդ իրավապահ մարմիններին գիտեք ասել։ Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, ես քրեական դատավարության մասնագետ եմ, այսինքն դուք կարծում եք ես այնքան չգիտեմ ինչ եմ անում, հա, մեր թիմում շատ փաստաբաններ կան։ Անհիմն այն աստիճան հայտարարություն ներկայացել, որ դուք մի շաբաթա ոչ մի բան քայլեր չեք ձեռնարկում,
լավ ամոթ է։ Ես այդքան ասում եմ իրավապահ մարմինների աշխատանքը շատ լավ հասկանում եմ, իրավապահ մարմինների թող այդքան մարդ ինձ աշխատում է այդ համակարգերում, ինձ շատերը ճանաչում են։ Ես անձամբ իրանց ճանաչում եմ, որտեղ ես նաև այդ մասնագիտությունն ունեմ, իմ նախկին ուսանողներից կան, ընկերներ կան, բարեկամներ կան, բալով մենք հանդիպելու ենք, ասենք դուք կարծում եք ես այդքան չէի հասկանում ինչ եմ ներկայացնում հաղորդում, ու ակնհայտ չի իմ համար, որ դուք հիմա քաղաքական հետապնդումով չեք անում այս ամեն ինչ, որտեղ քաղաքական որոշումով ակնհայտ է, չէ՞։ Եվ ես իրանց նաև գիտեք ինչ եմ ասում եմ, այ մարդ, դուք չեք ուզում նորմալ ղեկավար ունենաք, որ նայեք, ասենք, հետը լավ զգաք ձեզ, նկատի ունեմ պատվաբեր լինի ավելի աշխատանքը, այդ մարդը հասկանա ձեր իրավական աշխատանք, ասենք, իմ Հայաստանի վարչապետ լինելու պարագայում դուք չեք հասկանում ինչ հեշտ ու հանգիստ է լինելու ձեր մասնագիտական աշխատանքը, որ միջամտություն չի լինելու ձեր աշխատանքին, որ մասնագիտական կես բառից հասկանալու եմ, թե համակարգը ինչ կարիքներ ունի, բայց ոչ թե, ասենք, այս պարագայում դնելու ենք սենց պատվաբերել չի, չէ, ամոթել է, ասենք, ցույց եք տալի, որ դուք ծառայում եք կառավարության ղեկավարի, այն էլ սենց կառավարության, սենց ղեկավարի, որ արժեքներ ընդհանրապես չի պահպանում։ Իմ մասնագիտությունը, ես միշտ ինձ սովորեցրել եմ, գիտեք, մեր ֆակուլտետի, երբ ես սովորում էի, ամենակարևոր արժեքային համակարգերից էր, ու դա ես ամբողջությամբ հիմա դրա կարևորությունը նաև զգում եմ, որ քո մասնագիտությունը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած աշխատանք։ Հայ ես հասկանում եմ, որ իրավապահ մարմիններին վարկերի տակ են պահում, որ օգտագործում են այդ վարկերի տակ պահելը, մեկը բնակարան ունի, մեկը վարկն է վախում, որ կարող է աշխատանքից ազատեն չկարողանա տա, այն մեկը ընտանիքն է ուզում պաշտպանված պահի, հա, բայց չի նշանակում, չէ, այս աստիճան, ասենք, իշխանությանը ծառայություն մատուցել, հետո գիտեք ինչ, այս իշխանությունն հենց իշխանությունն է, ինքը չի պաշտպանելու ոչ մեկի, ես ուզում եմ նրանց բոլորին ասել, ինքը ձեզ առաջինն է ձեզանից հրաժարվելու եւ ձեզ առաջինն է ձեզանից ազատվելու, կլինի դատվելով, կլինի աշխատանքից ազատվելով, այդ իրեն չի հետաքրքրում, կարևոր իր քաղաքական շահը չվնասվի, եւ դուք չեք ուզում որ պաշտպանված լինեք, ու մի բան էլ ասեմ, նրանց էլ եմ ասում, թեև նրանք իրավապահներ են, ասենք ինձ թվում էր, որ պետք չէր ես ասեի իրավապահ մարմիններին ուղղված, բայց ես հիմա ասում եմ, որ եթե ձեզ փորձեն ճնշել, դուք լավ գիտեք, չէ, այդ քվեախցիկում գաղտնի է ամեն ինչ, դուք չի կարող որևէ մեկը վերահսկել, լավ դուք ասեք, հա եղավ, ձեր ասածնա, բայց գնացեք քվեարկեք այն մարդու օգտին, ով իսկապես կարող է ձեր աշխատանքը ավելի պատվաբեր դարձնել, ով գիտի երկիր ղեկավարել, ով գիտի ձեր աշխատանքի արժեքը, ով ձեր կարևորությունն է նաև ձեր մասնագիտության հասկանում։ Իհարկե նորից եմ ոչ բոլորի մասին է խոսքը, բայց այն մարդիկ, ովքեր էս իմ հանցագործության ներկայացած հաղորդման կապակցությամբ այս անգործությունն են ցուցաբերում, որը վստահ եմ մյուս դեպքերում էլ է։ Հատկապես այս սրանց մասին է։ Ինչ վերաբերվում է այս մեր թիմակիցների նկատմամբ, գիտեք, հիմա մենք շատ թիրախավորման տակ ենք, էլ չգիտեմ, էլ ինտերնետներում տարբեր էջեր բացելով, սոցիալական ցանցերում, ինչ քայլեր ասես անում են։ Եվ մենք ամեն սցենարի էլ պատրաստ ենք, ուղղակի սա մեզ որևէ պարագային ոչ կանգնեցնում է, ոչ էլ մենք գնում ենք շատ կարևոր նպատակի համար, երկիր այս վիճակից դուրս բերելու եւ մեր ժողովրդին էլ դրա համար ասում ենք ամեն անգամ, որ մեր ժողովուրդը պետք է, մենք բոլորով պետք է այս հարցերը լուծենք, սա մեր երկրի հարցն է։ Այսօր Երմանիա Պողոսյան, այսօր առավոտյան խոզարկություններ են իրականացվում Ամայր Հայաստան